մի փոքր ուշացա, չցանկացա կեսից հարցերի միանալ, բայց ինքը մեր հանրությանը շատ հուզող խնդիր է, որովհետև այդ տեսակ գողությունը ցավոք սրտի տարածված է, տարածվում է եւ եթե մենք չկանխարգելենք, տարածվելու է։ Տարիներ առաջ ես կոնկրետ օրինակներ բերեմ, որ մեր ներքին գործերի նախարարությունում հաշվի առնեն ինչ իրավիճակ է։ Մեր շենքի բակում, Էրեբունի թաղային համայնքում գտնվող շենքի բակում անդադար ավտոմեքենաների գողություններ եւ զրո բացահայտում։ Եվ ոստիկանները, ես խոսում եմ մոտավոր 2014-15 թվականների մասին, բայց դրանից հետո այդ գողությունների արդյոք իրավիճակը չի փոխվել։ Երբ որ ասեցին, գիտեք, երբ որ այդ գողություն անողի դեմքը երևա, մենք ինչ-որ բան կարող ենք անել եւ երբ որ դրեցինք տեսախցիկներ եւ հերթական հանցագործի դեմքը անձնագրի լուսանկարից ավելի լավ երևաց, ես ոստիկանների աչքերում անհանգստություն տեսա, ասեցի ոնց թե նկարվել է, ու սենց մտահոգ, այդ անբանը ոնց է հաջողացրել, որ այնպես արեգողությունը, որ չի նկարվել, եւ բնականաբար եղավ գիտեք ինչ, թաղայինը, այս որ թաղային են ասում, մեզանից նեղացավ, որ դիմել ենք ոստիկանություն նեղացավ, որ մենք այդ ակումուլյատորի գողության համար իրենց անհանգստացրել ենք եւ այս ինչի եմ ես հիշում եմ, որովհետեւ ես հասկանում եմ, որ կամ մտահոգություն ունեմ, որ այս օրենսդրական փոփոխությունների նպատակը ոչ թե կանխարգելումն է, այլ վիճակագրության բարելավումն է, որովհետեւ եթե մենք ուզում ենք իրոք կանխարգելենք, դա շատ հեշտ ճանապարհ կա, այդ մարդկանց հացն է մենք կկտրենք, մարդկանց նյարդերն է հանգիստ կպահենք։ Տեսեք համարանիշները, երբ որ գողանում էին, որոշում կայացրինք, որ մարդը գնում է, դիմում է ներկայացնում, որ համարանիշս գողացել են եւ առանց փողի ինքը ստանում է։ Հիմա ինչն են շատ գողանում են հայելիները, գողանում է երբեմն ակումուլյատորը, գողանում են գազի բալոնները։ Հիմնական այդ է տարածված։ Եթե այլ բաներ կա, ես չգիտեմ, կարող եք ավելացնել։ Դժվար է այս ժամանակակից աշխարհում ապահովագրության պարտադիր ձև, մենք մեքենաները ապահովագրում ենք, չէ՞։ Ապահովագրենք պարտադիր նաև հայելիների գողություն, ակումուլյատորների գողություն, մարտկոցների գողություն եւ այդ տարածված այդ մասերի գողություն, որից հետո այդ գողությունները անմիջապես կվերանան, անմիջապես, եթե մտավախություն ունեք, որ ինչ-որ մեր քաղաքացին իր հին հայելին կգողանա, որ ինքը իր հայելին, այդպեսի դեպքեր կարող են լինել հատուկենտ, որը շատ արագ կբացահայտվի, որովհետև եթե գողը պրոֆեսիոնալ չէ, ինքը շատ արագ այնպիսի մի քանի սխալ արտահայտություններ կանի, որ ոստիկանությունում կամ այլ իրավապահ համակարգում կհասկանան, որ գողը ինքն է եւ ոչ թե այլ։ Եվ այդ հարցը կլուծենք։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ մենք մտածում ենք այդ գողերի մասին, ասում ենք իրանց հացից ամբողջովին չկտրենք։ Բայց եթե այդ կալանավորումը մենք անդադ պայքարում ենք կալանավորումների դեմ, ասում ենք այդ կալանավորումը պետք չի, անդադ տեղ էլ չկա այդ կալանավորելու մարդկանց, այնքան պայմանները կալանավորվածների թիվը այնքան շատ է։ Հիմա ասենք թե կալանավորեցինք, ինչ։ Ինքը մտավախություն չունի, եթե ինքը բռնել է այդ արհեստը, ասում է, հա դե ինքը երևի կուրախանա էլ որ կալանավորվի։ Ասածս էսա, եկեք մտածենք, պարտադիր գնանք պարտադիր ապահովագրության, պարտադիր ապահովագրությունը կլուծի այս խնդիրը, մարդիկ հանգիստ կքնեն, իրավապահներն հանգիստ կլինեն իրենց վիճակագրությունների համար։ Շնորհակալություն։